Աջակցել ուսանողներին գտնել աշխատանք։ Արդեն 3-րդ տարին է կրթությունից աշխատանք 1 քայլ ծրագրի շրջանակում ուսանողներին տրամադրվում է ուսման վճարի մինչև 80% փոխհատուցում, առաջարկվում է պրակտիկա լավագույն կազմակերպություններում, իսկ վերջում աշխատանքի հնարավորություն այդ ընկերություններում։ Մեր ուսանողներն են 3-ից դեպի 4-րդ կուրս գնացող, տեղափոխվող ուսանողները, ինչու ենք այս թիրախային խումբը ընտրել, որպեսզի 4-րդ կուրսում մեր ուսանողները հնարավորություն ունենալ պրակտիկա, փոխհատուցում ենք վարձավճարը, փոխարեն իրենք չեն աշխատում այլ ուղղությամբ, այսինքն կենտրոնանում են իրենց մասնագիտության վրա, եւ այնուհետեւ, երբ որ ավարտում են 4-րդ կուրսը, ունենում են աշխատանքային փորձ եւ կարողանում են դառնալ որակյալ մրցունակ մասնագետներ աշխատաշուկայում։ Ուսանողների ընտրությունն իրականացվում է բազմափուլ մրցութային ընթացակարգով, հիմնվելով ուսանողի միջին որակական գնահատականի, տրամաբանական մտածողության, անգլերենի իմացության, ինչպես նաև աշխատանքային մոտիվացիայի գնահատման թեստերի արդյունքների վրա։ Ծրագիրը իրականացնում է ապագա բարեգործական հիմնադրամը, գործակցելով պետական գերատեսչությունների եւ համալսարանների հետ։ Ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանի խոսքով դեռևս 2.5 տարի առաջ որդեգրվել է նախարարության աշխատանքներում երիտասարդների ներգրավման քաղաքականություն, որի բաղադրիչներից է ծրագրին անդամակցությունը։ Մեր վարած քաղաքականության արդյունքում մենք 2020 եւ 2021 թվականներին երիտասարդների ուսանողների մուտքը ֆինանսների նախարարություն ընդամենը 1 հոգի էր, 2022 թվականին դարձել է 14 հոգի, նրանցից կեսը ազատվել է այդ ընթացքում, 23 թվականին դարձել է 12 հոգի եւ 2024 թվականին մենք 39 հոգի երիտասարդներ մուտք են գործել եւ ազատվել են ընդամենը 4 հոգի եւ տենդենսը շարունակվում է մինչ օրս։ Նախարարության 350 աշխատակիցներից 126-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Կրթությունից աշխատանք 1 քայլ ծրագիրը տարեստարի ընդլայնվում է։ Եթե նախորդ տարիներին աշխատանք գտնելու աջակցություն է ստացել շուրջ 40 ուսանող, ապա այս տարի 30-ից ավելի մասնագիտական ուղղություններով ծրագիրը հասանելի է դառնալու 70-ից ավելի ուսանողների համար։ Ապագա հիմնադրամի հետ համագործակցում ենք, որպեսզի սոցիալական աշխատողներ ներգրավվեն ծրագրում, շատ հուսով ենք, որ սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող մեր երիտասարդները կներգրավվեն ծրագրում եւ նրանց հետ աշխատելով մենք կկարողանանք մեր պետական սոցիալական ծրագրերը, ծառայությունները համալրել որակյալ կադրերով։ Հիմնադրամի հետ աշխատանքում մենք կունենանք լավ կադրեր, որոնք հետագայում կօգտագործենք եւ պետական համակարգում եւ մասնավոր համակարգում։ Այս տարի կրթությունից աշխատանք 1 քայլ ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունիսի 7-ն է։ Ուսանողները մասնակցության հայտ պետք է ներկայացնեն ապագա հիմնադրամի էլեկտրոնային հասցեին։ Քրիստինե Թորոսյան, Լուրեր,